Մարդիկ, ովքեր ապրում են Կանադայում եւ չունեն Հայաստանի քաղաքացիություն, ինձ շատ են հարցնում, որ եթե Հայաստանի քաղաքացի չեն, կարող են իրենց անունով Հայաստանում տուն գնել կամ բիզնես բացել։ Իրականում կան մի քանի նրբություններ, որոնց մասին արժե իմանալ։ Եթե դու Կանադայի քաղաքացի ես եւ չունես Հայաստանի քաղաքացիություն, դու կարող ես Հայաստանում քո անունով ձեռք բերել անշարժ գույք։ Խոսքը վերաբերվում է բնակարաններին, տներին կամ կոմերցիոն տարածքներին։ Այսինքն այստեղ սեփականության իրավունքը չի սահմանափակվում քաղաքացիությամբ։ Դու կարող ես լինել օտարերկրյա քաղաքացի եւ ունենալ քո սեփական տունը, բայց այստեղ կա մի կարևոր տարբերություն, որ շատ հաճախ մարդիկ շփոթում են։ Օտարերկրյա քաղաքացին Հայաստանում չի կարող ունենալ սեփականություն հողատարածքի վրա, այսինքն դու կարող ես գնել տուն, սակայն այդ տան տակ գտնվող հողը բոլոր դեպքերում քոնը լինել չի կարող։ Սա արդեն իրավական նրբություն է, որը պետք է նախապես հասկանալ։ Ինչ վերաբերվում է բիզնեսին, Կանադայի քաղաքացին կարող է Հայաստանում բացել ընկերություն եւ իրականացնել բիզնես գործունեություն։ Սա լիովին օրինական եւ բավականին տարածված պրակտիկա է, բայց այստեղ էլ կարեւոր է ճիշտ ձևակերպել փաստաթղթերը, ընտրել ճիշտ կառուցվածքը եւ հասկանալ հարկային ու իրավական պարտավորությունները։ Իսկ եթե դու ազգությամբ հայ ես, ապա ունես լրացուցիչ հնարավորություններ, ավելի հեշտ ստանալ կացության կարգավիճակ Հայաստանում, իսկ որոշ դեպքերում նաև քաղաքացիություն։ Այո, Հայաստանում հնարավոր է ներդրում անել եւ ունեցվածք ունենալ առանց քաղաքացիության։ Եթե դուք ցանկանում եք Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք կամ հիմնել բիզնես, կարող եք կապվել ինձ հետ եւ ես ձեզ կբացատրեմ ամբողջ գործընթացը ու կուղղորդեմ ճիշտ քայլերով։ Երևան Counsel & Partners-ը տրամադրում է ամբողջական աջակցություն Հայաստանում բիզնեսի գրանցումից մինչև անշարժ գույքի ձեռքբերում եւ փաստաթղթային ձևակերպում։ Բաժանորդագրվեք YouTube-ին եւ հետևեք ինձ սոցիալական հարթակներում։ Կհանդիպենք։